Օրակարգը շարունակում է աշխատանք հանրայինի ուղիղ եթերում, բարև ձեզ։ Միացյալ Նահանգները շարունակելու է ակտիվ աջակցությունը Արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը։ Արտգործնախարար Նալբանդյանի հետ հեռախոսազրույցում վստահեցրել է պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը։ Շեշտվել է անցյալ տարի Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտությունը։ Էդվարդ Նալբանդյանը շնորհավորել է ամերիկյան գործընկերոջը պաշտոնի ստանձնման կապակցությամբ, համոզմունք հայտնելով, որ հայ-ամերիկյան հարաբերությունները եւ բարձր մակարդակի բարեկամական գործընկերությունը համատեղ ջանքերով նոր լիցք կստանան։ Արտգործնախարար Նալբանդյանը Արցախի իր գործընկերոջ հետ Երևանում քննարկել է Հայաստանի դիվանագիտական ներկայացությունների ղեկավարների հերթական հավաքի արդյունքները։ Էդվարդ Նալբանդյանը Կարեն Միրզոյանին հանձնել է արտգործնախարարության առաջին աստիճանի պատվո մեդալ, երկու արտգործնախարարությունների միջև համագործակցության ամրապնդման գործում նշանակալի դերի եւ զգալի ավանդի համար։ Գիշերը Արցախյան սահմանին հարաբերական հանգիստ է եղել, հակառակորդը հրաձգային զինատեսակներից հրադադարը խախտել է ավելի քան 40 անգամ, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել շուրջ 380 գրակոց։ Առաջնագծի արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև հրանոթ եւ ականանետ արձակելով 9 արկ։ Հակառակորդը նախորդ օրերին կրակել է նաև Հայաստանի սահմանի ուղղությամբ, բարեբախտաբար մարդկային կամ նյութական լուրջ վնասներ չեն եղել։ Հակառակորդի ակտիվությունը պայմանավորված է նաև գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկով։ Սահմանամերձ պարավաքարում, սակայն կրակոցները գյուղացիների գործնական տրամադրության վրա չեն կարող ազդել։ Տավուշում ձնծաղիկը ձյունը վաղուց ճեղքել է, նշանակում է այգիները էտելու մաքրելու ժամանակն է։ Չնայած հակառակորդի ակտիվությանը, պարավաքարցիները սկսել են դաշտի գործը։ Այնտեղից ներքևը բոլորը նշանակետի տակ են էլի։ Վերջին օրերին այգեգործների ուղղությամբ մի քանի անգամ կրակել են, բարեբախտաբար ոչ ոք չի տուժել։ Վաղ գարնան գործը գյուղացիները զգուշությամբ առաջ են տանում։ Խանգարում են էլի աշխատանքներին, չեն թողում լիարժեք այգիներում աշխատեն։ Պարավաքարի խաղողի 80 հեկտար այգիները ու աշնանացանի 300 հեկտար արտերը ադրբեջանցիների նշանառության տակ են։ Գարնանային աշխատանքների ժամանակ որ ժողովրդի շատը այգիները մալում շատ են կրակում։ Գարնան շեմին հակառակորդը երբեմն կրակում է նաև Վազաշեն պարավաքար հանրապետական ճանապարհի ուղղությամբ։ Если Ջևանից եմ գալ այս մոմենտ, կրակոց չկա, ամեն ինչ նորմալ։ Սահմանային լարումները Հայաստանի արևային դարպասի բնակիչների տրամադրությունները սակայն չեն փոխում։ Տեխնիկան աշխատում է վերականգնել խմելու ջուրը, իսկ փոքրիկ գյուղացիները դեռ առաջին դասարանում են, բայց ապագայի անելիքը լավ գիտեն։ Ես եմ զինվոր, ես եմ չեմպիոն, ես եմ զինվոր ու զիլի ռեսամ։ Մայա Խաչատրյան, Վահրամ Զարգարյան, օրակարգ։ Գյումրիի Կումայրի պատմական կենտրոնի զարգացման ծրագրի ընթացքն է քննարկվել կառավարությունում, հենց երեկ կենտրոնական բանկը պաշտոնապես գրանցել է Կումայրի վերածնունդ ներդրումային հիմնադրամի կանոնները։ Վարչապետին ներկայացվել են ֆոնդի գործունեության պայմանների եւ մեխանիզմների մանրամասները, զեկուցվել ծրագրով նախատեսվող ենթակառուցվածքների զարգացման նախագծի մշակման եւ շին աշխատանքների ժամկետների մասին։ Կարեն Կարապետյանը հանձնարարել է շարունակել ակտիվ աշխատել հիմնադրամում ներդրումների ներգրավման համար, սեղմ ժամկետում ավարտել եւ ներկայացնել ենթակառուցվածքների զարգացման նախագիծը։ Գյումրու ծննդատունը կմիավորվի ավստրիական մանկական հիվանդանոցի հետ, պարզ կդառնա 2 ամսից, հարցը համակողմանիորեն ուսումնասիրելուց հետո։ Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը Գյումրի այցի ընթացքում եղել է քաղաքի բուժ հիմնարկներում, ծանոթացել խնդիրներին։ Առողջապահության նախարարը նախ ծանոթանում է Ախուրյանի ծննդատան ու շտաբուժօգնության պայմաններին, իսկ Գյումրու ծննդատանը նրան սպասում էին խնդիրների ու առաջարկությունների փաթեթով։ Մամոգրաֆիկ ապարատի բացակայությունը Գյումրի քաղաքում, ստուգում կանանց մեծ մասին դիմելու մայրաքաղաքի համարժեք բժշկական հիմնարկներ։ Ծննդատունն այսօր ոչ միայն վերազինման կարիք ունի, այլ նաև 21 միլիոն պարտք։ Այստեղից 30 մահճակալ տարան ստեղծեցին նաև Որոմանական կենտրոնում 30 մահճակալ պետական ֆինանսավորման հետ գնաց, անձնակազմը մնաց։ Ծնունդների թիվը Գյումրիում 3 անգամ նվազելուն զուգահեռ աճեցին ծննդատան պարտքերը։ Շիրակի մարզում ծնունդները պակասում են, ծննդատները շատանում, պարադոքս է, զարմանում է մարզի գլխավոր գինեկոլոգը։ 20 կիլոմետրի վրա ունենք 6 ծննդատուն։ Քաղաքում ոչ պաշտոնապես, բայց վաղուց արդեն լուրեր են շրջում, թե ծննդատունը միավորվելու է ավստրիական մանկական հիվանդանոցի հետ։ Հարցը շատերին է մտահոգում։ Պատասխանի համար նախարարը 2 ամիս ժամանակ խնդրեց, վերլուծել է պետք։ Պատմելուց խոսակցություններից սպասում էին մի քիչ ավելի վատ պատկեր տեսնել։
Լևոն Ալթունյանը այցելեց նաև բժշկական այլ հիմնարկներ, Գյումրու ավստրիական մանկական հիվանդանոց և բժշկական կենտրոն, պատկերը փոքրինչ այլ էր, խնդիրների հետ նաև ձեռքբերումներ կային։ Աննա Մարտիկյան, Մարտին Գևորգյան, օրակարգ։ Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը Մոսկվայում հանդիպել է ռուսաստանցի գործընկեր Անտոն Սիլուանովին, քննարկել հայ-ռուսական տնտեսական գործակցության խորացման և ընդլայնման ծրագրերը։ Ռուսաստանի ֆինանսների նախարարությունը պատրաստակամություն է հայտնել օժանդակել պետական ֆինանսների կառավարման տեղեկատվական երկկողմ համակարգի ներդրման նախաձեռնությանն ու համագործակցության շրջանակում կարողությունների զարգացմանը։ Բոլոր հարցերի շուրջ կողմերը եկել են համաձայնության։ Ռուս գործընկերոջ հետ հանդիպումը Վարդան Արամյանը համարել է շատ արդյունավետ։ Ձեռք բերվեց պայմանավորվածություն, որպեսզի համաշխարհային բանկի հետ համատեղ իրականացվող պետական ֆինանսների կառավարման տեղեկատվական համակարգի ներդրման մասով եւս նրանք մեզ օժանդակեն 8.2 միլիոն ԱՄՆ դոլարի չափով գրանտային միջոցներ կտրամադրի մեզ Ռուսաստանի ֆինանսների նախարարությունը, որը կարծում եմ բավականին մեծ գումար է, որպեսզի մենք խելքի բերենք, կարգաբերենք մեր պետական ֆինանսների էլեկտրոնային համակարգը։ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն էլ Մոսկվայում Դաշնության առևտրի և արդյունաբերության նախարար Դենիս Մանտուրովի հետ քննարկել է գործակցությունը գյուղատնտեսական մեքենաշինության ոլորտում։ Նրանք անդրադարձել են նաև ռադիոէլեկտրոնային արդյունաբերության ոլորտում գործակցությանը և հայ-ռուսական ներդրումային հիմնադրամի ստեղծմանը։ Միջազգային լրահոս Գերմանիայի և Թուրքիայի հարաբերությունը շարունակում է լարված մնալ կապված Ստամբուլում գերմանացի լրագրողի ձերբակալման հետ։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է Գերմանիային ահաբեկչությանը աջակցելու համար և կոչ արել երկիրը կանգնեցնել դատարանի առաջ։ Ձերբակալված լրագրողի մեղադրանքը նույնպես ահաբեկչության քարոզն է։ Գերմանիայի և Թուրքիայի արտգործնախարարներ Զիգմար Գաբրիելը և Մևլութ Չավուշօղլուն պայմանավորվել են հանդիպել մարտի 8-ին։ Գերմանական Շպիգելը իր նոր համարի շապիկին տեղադրել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի լուսանկարը Վլադիմիր Պուտինի նմանությամբ։ Կրկնակի կառավարիչ, որքան Պուտին կա Թրամփում, գրված է նկարի տակ։ Համարում հրապարակվել է հոդված ռուսական հարց վերնագրով։ Թրամփի իմիգրացիոն քաղաքականությունը Միացյալ Նահանգներում հասարակական հուզումների առիթ կարող է դառնալ անկախատեսելի հետևանքներով։ Կալիֆոռնիայում ներգաղթյալների հարցով քննարկմանը նաև հայեր են մասնակցել։ Սպիտակ տան ղեկավարի հրամանագիրը ինչպես կանդրադառնա սիրիահայերի և իրաքահայերի վրա։ Լիլիթ Սեթրակյանի ռեպորտաժը Լոս Անջելեսից։ Ուշ երեկոյան ամերիկացիներին տանից կարող էր հանել միայն շատ լրջորեն հուզող խնդիրը։ Այդպիսին շարունակում է մնալ Դոնալդ Թրամփի ներգաղթային քաղաքականությունը։ Թեման քննարկելու եկածները լցրել էին 400 տեղանոց դահլիճը։ 800-ն էլ դրսից էին լսում, թե ինչպես կարելի է դիմակայել Թրամփի փախստականների ծրագրին եւ պաշտպանել մահմեդականներին։ Այնպիսի տպավորություն է, որ մեր երկրում մահմեդականներին համարում են վտանգավոր միայն նրանց մաշկի գույնի, ԴՆԹ-ի կամ գեների պատճառով։ Հետաքրքրական է, որ հանդիպման էին եկել ոչ թե նրանք, ովքեր ունեն ներգաղթային խնդիր, այլ սերունդներով այստեղ ապրող ամերիկացիներ, որոնք եկել էին հանուն արդարության։ Ամերիկան սոսկ երկիր չէ, ինչպես աշխարհի մյուս պետություններն են։ Ամերիկան նախ եւ առաջ գաղափար է։ Կալիֆոռնիան ամենամեծ թվով ներգաղթյալ ընդունող նահանգներից է։ IRC կազմակերպության ղեկավար Մարտին Զոգը հայտնեց, որ 40 տարվա ընթացքում Կալիֆոռնիայում հաստատված փախստականների մեծ զգալի թիվ են կազմում հայերը, մեծ մասը Իրանից։ Ներգաղթային նոր քաղաքականությունը որքան կվերաբերի հայերին, ամերիկացի գործիչները տարակուսում են։ Ներգաղթային նոր հրամանագիրը հազիվ թե շատ տարբերվի նախորդից եւ այն իհարկե կարող է ազդել հայերի վրա, որոնք փորձում են փախչել Սիրիայի եւ Իրաքի բռնություններից։ Բացի այդ, արդյոք սա կազդի այն հայերի վրա, որոնք հաստատվել են Հայաստանում եւ այժմ Հայաստանի եւ Իրաքի կամ Սիրիայի երկքաղաքացի են, արդյոք նրանց կարգելվի մտնել Միացյալ Նահանգներ։ Այս բոլոր հարցերի պատասխանը ցավոք դեռ չկա։ Մշտական բնակության իրավունք ունեցողները, որ մինչև այժմ հապաղում էին քաղաքացիության դիմել վճարի, լեզվի չիմացության կամ այլ պատճառով, այսօր շտապում են անկանխատեսելի հեռանկարից եւ անորոշությունից զգուշանալով։ Ներգաղթային դաշտում անորոշությունները իրոք շատ են։ Օրինակ, դեռևս պարզ չէ, արդյոք մշտական բնակության իրավունք ունեցող բոլոր անձանց կտրվի քաղաքացիություն, թե այնուամենայնիվ կարող է լինել սահմանափակում ազգության, կրոնի, քրեական անցյալի կամ այլ պատճառով։ Հարցադրումներ, որոնք քաղաքական եւ հասարակական գործիչների առաջնորդությամբ կարող են վերածվել հասարակական լուրջ շարժման, նույնքան անկանխատեսելի արդյունքով։ Լիլիթ Սեթրակյան, Գարեգին Վարդանյան, օրակարգ, Միացյալ Նահանգներ։ Ֆրանսիայում ազգային ժողովի պատգամավոր Ժակ Միյարը առաջարկում է արգելել անօրինական ներգաղթյալների ամուսնությունը։ Թեև ամուսնանալը մարդու հիմնարար իրավունքներից է, բայց չի կարելի թույլ տալ ամուսնության գրանցում Ֆրանսիայում առանց փաստաթղթերի։ Արդարադատության նախարարության ուղղված նամակում պատգամավորը նշում է, որ փախստականների միջև ամուսնական միությունների կնքումը կարող է հանգեցնել անվերահսկելի միգրացիայի։
Սկանդալային պատմությունների մեջ հայտնված Ֆրանսուଆ Ֆիյոնի կողմնակիցները մտադիր են ի պաշտպանություն նրա զանգվածային ցույց կազմակերպել նախաձեռնողների խոսքով նախագահի հանրապետական թեկնածուն արդար հաղթանակ է տարել ներկուսակցական ընտրություններում։ Այժմ, երբ նրա շրջապատում պառախտում է սկսվել, անհրաժեշտ է ուժեղացնել աջակցությունը Ֆիյոնին։ Ակցիան տեղի է ունենալու Կիրակի Էյֆելյան աշտարակին հարող հրապարակում։ Դարձյալ ներհայաստանյան խնդիրների մասին դպրոցի ճամփան անվտանգ երեխաների համար։ Կապանում նորոգվում է դպրոց տանող ճանապարհի հենապատը, որը խարխուլ վիճակում էր։ Եվս մեկ դպրոց ամբողջովին քանդվել, նորն է կառուցվում, սեյսմակայունության խնդիր ուներ։ Մարզկենտրոնի մյուս բոլոր դպրոցների խնդիրները սպասում են լուծման իրենց հերթին։ Կապանում 13 դպրոց կա, երկուսը նոր ու նորոգված, մյուսները խորհրդային անցյալով ու պատերազմ տեսած։ Խնդիրները գրեթե նույնն են։ Տանիք, դուռ ու պատուհան հին կամ խարխուլ են։ Աշխատանքային խմբերը եղել են դպրոցներում, վեր են հանել բոլոր խնդիրները մասնագետների կողմից եւ ներկայացվել մարզպետին։ Վթարային մի դպրոց համար 7-ը սեյսմիկամտանգության բարելավման ծրագրում է։ Սեպտեմբերից դպրոցում աշակերտների փոխարեն շինարարներն են ելում ու տանում։ Չէին տեղավորվում արդեն մեր աշակերտները դպրոցում, կաբինետները չէր բավարարում, տարրական կորպուսը մեր տեղավորված էր մեկ հարկում, առաջին հարկում բավական խոնավ, արդեն հիմա 3 հարկ տրամադրվում է տարրական կորպուսի։ Համար 10 դպրոցի ճամփան հեշտ չէր, հենապատը խարխլվել, տեղ-տեղ փուլ էր եկել։ Ես վախենում եմ դրա համար, միշտ մեծ տեղով եմ գալիս։ Քարեր ամբողջությամբ թափվել էին, իսկ մնացած հատվածները արդեն կախվել էին եւ իհարկե վտանգ էր ներկայացնում, որտեղ այդ ճանապարհով երեխաները ամեն օր հաճախում են դպրոց։ Դպրոցն ու հարևան շենքերը բաժանող հենապատը կրկնակի ամուր կլինի, անցու դարձնել անվտանգ։ Նախկինը մի քիչ շեղումներ ուներ, մենք ուղղել ենք, որպեսզի ամտեսքը սիրուն լինի, հարմար լինի ճանապարհին։ Շինարարությունը ֆինանսավորել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի, Սյունիքի զարգացման եւ ներդրումների հիմնադրամները։ Նելի Միրզախանյան, Ռոբերտո Անջինյան, օրակարգ։ Տոնական համերգով 70-ամյակն է նշել մայեստրո Գևորգ Մուրադյանը, հոբելյարը արժանացել է Արցախի ժողովրդական արտիստի կոչման։ Հենց նրա ղեկավարած Արցախի կամերային նվագախմբին է վերագրվում հայկական երկրորդ հանրապետությունում մշակութային կյանքի վերածնունդը։ Այստեղ արդեն մտածում են սիմֆոնիկ նվագախումբ ունենալու մասին։ 2004-ին Արցախի կառավարության հետ համագործակցությամբ ու հայ բարեգործական ընդհանուր միության աջակցությամբ ձևավորվեց Արցախի պետական կամերային նվագախումբը։ Նրա գեղարվեստական ղեկավար գլխավոր դիրիժոր Երևանից հրավիրվեց Գևորգ Մուրադյանը, ով հայաստանյանում միջազգային փորձով մտածած ու վարպետացած, պիտի զրոյից լուծեր առաջադրանքը։ Եթե մեկ ուրիշը լիներ, ես կարծում եմ, որ մենք դժվարություններ ենք ունենում։ Կրակոտ բնավորության շնորհիվ Գևորգ Մուրադյանը հեղափոխություն կատարեց դասական երաժշտության ավանդույթներ չունեցող Արցախում։ Գևորգ Մուրադյանի շնորհիվ Արցախի պետական կամերային նվագախումբը ոչ միայն սերունդներ է կրթում, այլ նաև արժանվույնս Արցախը ներկայացնում արտասահմանում։ Ես երջանիկ եմ, որ Աստծո կամոք այստեղ եմ գտնվում, սա իմ հարազատ հողն է, ջուրն է եւ այստեղ արյուն են թափել մեր ազատամարտիկները։ Մայստրոն պապերի կորցրած Խարբերդի կռիվն է տալիս Արցախում եւ նրա անունացորդ նվիրումն ու Արցախում դասական երաժշտության տարածման գործում ունեցած բացառիկ ավանդը միշտ բարձր է գնահատվել ժողովրդի կողմից։ Ծննդյան 70-ամյակի կապակցությամբ ու այդ նույն ավանդի համար Արցախի նախագահի հրամանագրով Գևորգ Մուրադյանին շնորհվել է Արցախի ժողովրդական արտիստի կոչում։ Էներգիան մայստրոյի լրիվ սիմֆոնիկի է։ Եթե 2004 թվականին հնարավոր եղավ ստեղծել կամերային նվագախումբ, կարծում եմ 2017-ին, 18-ին հնարավոր է, ավելի քան հնարավոր է սիմֆոնիկի ստեղծումը։ Բոլոր հիմքերը կան դրա համար։ Արցախի կամերայինը նոր հերթափոխ ունի արդեն մանկապատանեկան նվագախումբ։ Մայստրոն Ստեփանակերտի դիմագծի անբաժան մասն է դարձել։ Սիրված դիրիժորը շարունակում է շնորհավորանքներ ստանալ հայրենիքից ու արտերկրից։ Մերիդավցյան Մահեր Մկրտչյան, օրակարգ։ Այսքանը իրադարձություններին շարունակեք հետևել Հանրայինի եթերում, ցտեսություն։